Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն է, ողջույն, պարոն Խաժակյան, ինչպես եք վերաբերվում նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցածին։ Վերաբերվում եմ որպես նոր Հայաստանի, հետհեղափոխական Հայաստանի ողբերգություն, երբ կարելի է նման ծեծը, վարքագիծը արդարացնել ինքնիշխանության պաշտպանության պատրվակներով, ողբերգական է, որ վարչական շենքի ներսում, վարչական շրջանի ղեկավարի կաբինետի դիմաց անպաշտպան մարդուն կարելի է նման կերպ վերաբերվել, ողբերգական է, որ իրավապահները սրան չեն անդրադառնում, եւ ողբերգական է նաեւ, որ ասացին 6 հոգի ձերբակալվել է ոնց որ Ես նոր գալիս եմ ձեր եթերին վերջին լուրերին չեմ տիրապետում, բայց առնվազն ես տեսնում եմ, որ արձագանքը համընդհանուր համարժեք չէ եւ այն պրիզմայի մեջ է, որ դե նրանք սադրանքի են դիմել, իսկ որ նրանց ակցիան ինձ համար եւս անընդունելի էր միանշանակ, բայց ամեն դեպքում հակաիրավական, գնահատական ես այդ ակցիային չէի կարող տալ, նույնիսկ եթե տայի կամ նույնիսկ եթե իրավապահները տային, դրա պատասխանը չպետք է լիներ ակտիվիստներին ծեծի ենթարկելը։ Սա վստահաբար անընդունելի է եւ ցույց է տալիս, որ այն ուժերը, որոնք Հայաստանը խոսք են տալիս տանել եվրոինտեգրման ճանապարհով, ԱՄՆ, արևմտյան արժեհամակարգ, նրանք իրականում փորձում են Հայաստանում ստեղծել խուժանապետություն, չնայած նրան, որ միշտ ասել են, որ պայքարել են դրա դեմ, որ իրենց ծեծել են նախկին իշխանությունների օրոք, ապօրինություններ են եղել իրենց նկատմամբ, եւ ստացվում է, որ իրենց պայքարը այն էր, որ իրենք լինեն այդ կարգավիճակում եւ իրենք կարողանան նման վարքագիծ դրսեւորել։ Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է հրաժարական տա։ Երկու պատասխանատվության եղանակ կա այստեղ, այո, քաղաքական պատասխանատվությունը ոչ թե պետք է հրաժարական տա, այլ Տիգրան Ավինյանը իրեն այդ տեսանյութը տեսնելուց հետո պետք է արդեն կարգադրությունը տար եւ նրան աշխատանքից ազատեր եւ իհարկե քրեաիրավական եղել է կարծես թե եւ քաղաքապետարանը ասել է անընդունելի է նման դեպքերը։ Այդ կիսատ քննադատությունները ես տեսա, որ շատ իրավապաշտպաններ էլ ասում են դե հիմա ինչ եղել է անընդունելի է, բայց դե ռուսական անձնագրով Քոչարյանի աջակից դրսից փող ստացող մարդ է եւ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ իրենց նկատմամբ դա կարելի է անել եւ դա այսպես օրինական ծիրում է տեղավորվում։ Միասին հուշագիր էին, չէ՞, կնքում Հանրապետությունն ու քաղաքապայմանագիրը, որ եվրոպական մոդելի քաղաք պետք է կառուցեն։ Մի հատ այդպիսի օրինակ բերեք եվրոպական մոդելի քաղաքի, որտեղ ակտիվիստն ու ավականու անդամը ինչ որ չարաշահումների կամ խախտումների մասին են բարձրաձայնում եւ վարչական շրջանի ղեկավարը նախ զանգահարում եւ հայոյում է, ապա ասում է, որ լավ եմ արել, հայոյել եմ, վերահաստատում եմ խոսքերս, հետո ծեծում է իր կաբինետի դիմաց նորմալ ծեծ նկատի ունեմ, էլի, այսինքն մարմնական վնասվածքներ հասցնելով, հետո էլ ասում է լավ եմ արել, որ ծեծել եմ, տղամարդկային քայլ եմ արել։ Ես չեմ հասկանում, այս մարդիկ քաղաքականությամբ են զբաղվում, գողական են գնում, քաղծառայողներ են, ես արդեն չեմ տարբերում իրենք որ դիրքում են ուզում դիրքավորվել։ Իրենք ուզում են բոլոր դիրքերը, որոնց իրենց հարմար է, որտեղ պետքա գողական գնան, որտեղ պետքա քաղաքական լինեն, որտեղ պետքա իրավական պետությունից խոսան։ Պարոն Խաժակյան, իսկ ինչ կասեք հետևյալի մասին, որ Երևանի ավականու նիստերը երևի առանց բռունցքների չեն հասնում, տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ կամ կապտուկներ կամ հրմշտոցներ կամ բռունցքներ, այսինքն մի բան տեղի ունենում է։ Իհարկե դուք դրանց մասնակից չեք, քանի որ չեք անցել ավականի, բայց մեր ավականու Երևանի հատուկ է այս բռնության մթնոլորտը, այսինքն ստացվում է քաղաքային իշխանությանը եւ ընդդիմությանը հատուկ է բռնության չակերտավոր ինստիտուտը, ինչու։ Նախ պետք է ասեմ, որ ես համակրություն չունեմ ավականուն գտնվող որևէ ուժի կամ որևէ անձի, բայց այս իրավիճակն էլ իր մեջ մի հեգնական արդարություն ունի իր մեջ եւ այսքանի օրերին ես հիշել էի հայտնի կոյուղաջրերի դեպքը, որը 17 թվականին տեղի ունեցավ, երբ Զարուհի Փոստանջյանը եւ իր թիմակիցները հիշում եք կոյուղաջրեր բերեցին, համանման մի սադրանք էր, իդեպ դրան հետևեց քրեական գործ, քննեցին եւ այլն, չգիտեմ ի վերջո ինչ եղավ, բայց ես շատ լավ հիշում եմ, որ ես դատապարտեցի այդ դեպքը, որովհետեւ անգամ ընդդիմադիրների կողմից, նույնիսկ հանրապետականների նկատմամբ իրականացվող նման վարքագիծը ինձ համար անընդունելի էր եւ ելույթ ունեցա դրա հետ կապված
Եվ Տիգրան Ավինյանը, այն ժամանակ ելքի ավականու անդամ, այդ ընթացքում հանդես եկավ ռեպլիկով ընդդեմ ինձ, որ ես ինչ է անում։ Փոխանակ պաշտպանի ընդդիմադիր տիկնանց, որոնց նաև քաջալերեց Նիկոլ Փաշինյանը, ով ելքխմբակցության ղեկավարն էր, ասում է, ես ինչ ելույթ է ունենում, հա դատապարտում է նման վարքագիծը։ Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ նույն անձը եւ մի շարք այլ անձինք հիմա այդ նույն գործողություններն իրականացնում են իր դեմ, որովհետեւ մենք Հայաստանում սովոր ենք, որ կարելի է դատապարտել կամ պատժել մենակ նրան, ով մեր թիմակիցը չի, ով հակառակ թիմից է, բայց որ մի բան վատ է արվում ու եթե դու դատապարտես ինքը այսպես անդիմադիր բևեռից է, այ դու ընկնում ես իշխանական թևի մեջ։ Ոչ, եթե նման վարքագիծը անընդունելի է, անպատկառ է, սադրիչ է, պետք է դա դատապարտել։ Եվ նույնիսկ եթե սադրիչ է, եւ նույնիսկ եթե սադրիչի ձեռքին կա ռուսական անձնագիր, իսկ ինքը հակաօրինական քայլ արել է, որ դուք նման կերպ եք վարվում։ Եթե հակաօրինական քայլ է արվել, թող իրավապահները դրանով զբաղվեն։ Եթե ոչ, առավել եւս նման ծեծը խուլիգանությունը չի կարող որևէ արդարացում ունենալ։ Իսկ երբ որ Էդմոն Մարոկյանին էին հարվածում կամ ծեծում, չգիտեմ, որ բառը ընտրեք, ազգային ժողովում Սասուն Միքայելյանը, դա ինչ էր, սա դրանք կար է։ Դե Նիկոլ Փաշինյանն էլ դրանից հետո դա այդպես որակեց, չէ, որ Հայաստանի Հանրապետության դեմ գործողություններ են տեղի ունենում, դրա համար ամեն ինչ այսպես կարելի է անել, եւ նույնը արեց Արամ Սարգսյանը, հա, ես տեսա վերջին հարցազրույցներում, որ նա ասում էր, որ դա այսպես սադրանքի արդյունք է, նրանք արձագանքել են, ինքնիշխանություն, որ Բուչա են գնացել դրա համար, գիտեք, մարդիկ ովքեր ասում են մենք արևմտյան արժե համակարգը կրող են, նման վարքագիծ դրսևորելու իրավունք չունեն, բայց ես ձեզ ասեմ ավելին, երբ ազգային ժողովում կամ ավականիում միմյանց ծեծում են, հարվածում են, դա էլ է անընդունելի, բայց ես ինչ որ միտեղ հասկանում եմ, որ իրավապահները չեն փորձում նեղ քրյա իրավական գնահատականներ տալ են իմաստով, որ միջավայրը այլ է, երբ փոխադարձ այսպես ինչ որ հարվածներ են տեղում։ ԿՊԱ-ականներն էլ Վահե Հակոբյանին էին կարծեմ հարվածել, այդ դրվագը կհիշեք։ Այո, բոլորը դրվագները հիշում են։ Այո, ուզում եմ ասեմ, դա անընդունելիության քաղաքական մասն է, որտեղ թերևս ինչ որ մարդիկ պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկեին։ Բայց երբ անպաշտպան մարդ, ով անկյուն է մղվել, թաղապետը տեսնելով այդ ամենը, փոխանակ կանխի, որ դա իր ընդունարանում տեղի ունենա, միանում է իրեն իր թիմակիցները եւ ավելի ուժգին հարվածներ են հասցնում։ Եթե մենք խոսում ենք տղայական հասկացություններից, գողական հասկացություններից, թույլ չտայք այդ մարդիկ մտնեին, այդ ակցիան անեին։ Թույլ չտայք։ Հանրապետականի ժամանակ այդպես էր։ Բոլորը գիտեին, որ կան այսպիսի խաղի կանոններ։ Այդ խաղի կանոնները խախտվողին կարող էին իր տան շքամուտքում հանդիպեին, ապտակ հասցնեին կամ ծեծեին, դրանք էին խաղի կանոնները եւ հեղափոխությունը տեղի ունեցավ այդ խաղի կանոնների դեմ։ Հիմա պարզվում է, որ այդ ծեծի դրվագը կարելի է հասցնել բեյջով լրագրողի տեսախցիկի առաջ թաղապետի ընդունարանի դիմաց։ Ես կարծում եմ մեծագույն ողբերգությունը սրանում է եւ մնալ անպատասխան եւ ասել լավ եմ արել ինչ արել եմ եւ արդարացում ստանալ քաղաքական ուժի ղեկավարից, ով լրագրողին ողջունելուց ասում է Աստծու բարին։ Բա Աստծու բարին այդպեսին է լինում, որ մարդուն թաղապետանի ներսում այդպիսի ծեծի ենթարկեք։ Տեսել եք այդ տղայի վիճակը։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ ես Արտուր Չախոյանին բացարձակ չեմ պաշտպանում։ Նա ամեն ինչ արեց ընտրությունների ժամանակ իմ դեմ հակաքարոզչություն անելու համար, որևէ սիմպաթիա այդ իմաստով նրա նկատմամբ չունեմ։ Ձեզ իշխանական էր կոչում։ Այո, իշխանական էր կոչում, մի քանի այդպիսի սադրանքի էլ հենց թաղապետարանի շենքի դիմաց քարոզչության ընթացքում ես նրան հանդիպեցի, տեսախցիկը հանեց, խոսեց։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում։ Եթե վիրավոր էր, ինչ պետք է անեի, կամ պիտի գնայի դատարան, կամ պետք է անտեսեի։ Եթե հայո էր, պետք է էլի, չգիտեմ, ինչ որ կերպ մարսեի, հա, բայց այդպիսի սամասուդի ենթարկել, իրարացնել մի բան չէր, այդ ակցիան մի բան չէր, բայց եթե ուզում եք գողական գնաք, գողական գնացեք, համ ուզում եք գողական գնաք, համ ուզում եք քաղաքական գնաք, չի լինում այդպես։ Պարոն Խաչատյան, հասկանալի է, ավականուն մի պահ հանգիստ թողնենք, 26-ի ընտրություններին ընդառաջ ակտիվանում են մարդիկ, ովքեր երկար ժամանակ ակտիվ չեն։ Նրանցից էր օրինակ Ռոբերտ Քոչյանը, որը վերջերս տարբեր ելույթներ ունենում հրապարակային եւ 26-ի ընտրություններ մասնակցելու պատրաստակամություն, հետո ավելին նա Սերժ Սարգսյանի հետ այսպես միասնական որոշ քայլերի
կողմնակից է ենթադրաբար արժա անցնելու պարագայում համատեղ կոալիցիա ընդդեմ Փաշինյանի լուսավոր Հայաստան կուսակցությունը ինչպես է իրեն դիրքավորում այս process-ներում եւ դուք նման միավորում հնարավոր համարում եք։ Մենք նախ համարում ենք, որ վաղ է 26 թվի դիրքավորումների մասին խոսել, բայց մենք ողբերգություն ենք համարում անգամ այն հնարավորությունը, որ կարող է Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն տեղի ունենալ, որի հետևանքով կրկին նախկին ուժերը կվերարտադրվեն։ Ժողովուրդը եթե ընտրի, ինչու ոչ։ Մի ողբերգությունը նրանում է, որ այս իշխանությունը շարունակի պաշտոնավարել եւ մեր պետականության լրջագույն սպառնալիք ողբերգություն է։ Մեկ այլ ողբերգություն, որ նախկին իշխանությունները վերադառնան եւ ես սա ոչ թե այդ հին լոլո դարձած տեքստերով եմ ասում, այլ որ քաղաքական ճգնաժամը, որը կա մեր երկրում, անհաշտ մթնոլորտը, դրանով չի հանդարտվելու։ Քաղաք պայմանագիրը ամենայն հավանականությամբ կզբաղեցնի առաջին տեղը, նույնիսկ եթե չունենա մեծամասնություն, այնպես ինչպես եղավ Գյումրիում։ Հնարավոր է հակառակ թևի ընդդիմադիր թևի վրա լինեն կոալիցիաներ։ Եթե ընդդիմադիր թևը բաղկացած լինի բացառապես նախկին երկու նախագահների թիմակիցներից, ինչպես մենք քննարկեցինք Գյումրիի դեպքերը, ինչպես որ կար, ապա այո, իրենք կարող են միասին կոալիցիա կազմել։ Եթե չլինեն բաժանարար ուժեր, որոնք կփորձեն այդ վերահաս քաղաքական ճգնաժամը կանխել, ապա դա կհասունանա։ Եվ էլի այս դեպքերի շուրջ ամփոփելով, փաստորեն այս ուժերը կռիվ են տալիս ոչ թե օրինականություն հաստատելու, այլ երբ որ նախորդը իրենցից անօրինություն էր գործում, ծեծում էր եւ այլն, իրենք գալիս են, որ իրենց դեմ դա չանեն եւ իրենք դա անեն։ Այստեղ օրինականության մասին խոսքը չկա, սա է ողբերգությունը։ Այսինքն համարում եք, որ սա մասուդների դարաշրջանը կբացվի հիմա էլ նախկինների, հա։ Դե իսկ դուք կարծում եք, որ Մեսրոպ Մանուկյան, եթե ճիշտ եմ հիշում, հավաքանու անդամ կամ Արտուր Չախոյան, եթե մասնակցեն ընտրություններին, որևէ նախկին նախագահների թիմակիցներից եւ վերցնեն իշխանությունը, Տիգրան Մարկարյանին սամասուտ չի սպառնում։ Իմ համար դա ողբերգություն է, որտեվ նրանց էլ եմ ճանաչում, ու չի ստացվում անընդհատ այս շրջափուլից դուրս գալ։ Եվ սա լրջագույն խնդրեմ է։ Միգուցե նաև ձեր պատճառով է լրջագույն խնդրեմ, որ դուք չեք կարողանում կամ այլ արտախորհրդանական ուժեր, որոնք չեն համոզում, որ իրենք իրական այլընտրանք են։ Դա ճիշտ եք ասում։ Ես ամբողջությամբ կիսում եմ մեր ողբերգությունը դրանում է։ Մի դեպքում, մի ընտրության դեպքում կամ այլընտրանք չկա, երևի Գյումրու դեպքում, չգիտեմ, դուրս մնացած տեխնացուները ինչ պոտենցիալ ունեին, կամ էլ այլընտրանք կա, բայց ընկալում չունեն։ Մենք 21 ընտրություններին հաշտության, ներքին համերաշխության օրակարգով մասնակցեցինք եւ պարզվեց, որ 1%-ից ավել մարդիկ են կարծում, որ մեր քաղաքական համակարգը ներքուստ պետք է հաշտ լինի, եւ մեր մեղավորությունը տեսնում եմ, այդ թվում մեր շատ քայլերի արդյունքում, որոնք սխալ են ընկալվել։ Հա, լավ, հիմա ինչ նորից ընկնենք նույն շրջափուլի մեջ։ Ուկրաինայում ինչ տեղի ունեցավ 2004 թվականին Յուշենկոն հաղթեց Յանուկովիչին կեղծված ընտրություններով, հեղափոխություն եւ այլն, նա ի վերջո դարձավ նախագահ, 4 տարի անց պարտվեց նույն Յանուկովիչին եւ հետո էլ գիտենք Յանուկովիչը ինչպես հեռացավ։ Այս ճգնաժամը, այդ ճգնաժամը կարող է 5 տարում իր ողբերգական էությունը ցույց չտա, 10 տարում ցույց տա։ Ինչպես որ հետո 14 թվականին Յանուկովիչի հեռացումը խախտեց այդ ամբողջ երկրի անդորը։ Նույնը մեզ է սպառնում։ Բայց պարոն Խաչատյան, ստացվում է դուք էլ ձեր հույսը դնում եք Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքականությունից հեռանալու հավանականության վրա, այսինքն հույս ունեք, որ նրանք կամ պահանջում եք, որ հեռանան, տեղ բացվի ձեզ համար։ Դա լինող բան չի, էլի։ Չունենք, ճիշտ եք ասում, մեր հույս չենք դնում, ոչ 20-21 թվականներին Մարուկյանը մի հայտնի ելույթ ունեցավ, որ ասում էր բոլորը պետք է հեռանաք, ձեր դեմքով չպետք է Հայաստանը ղեկավար ունենա։ Դե հիմա իրանք ակնհայտորեն դրանից հրաժարվեցին այդ օրակարգից, անիմաստ է նման կոչ նորից անել։ Հիմա մենք այլ հնարավորություն ենք տեսնում, որը էլի շատ մշուշոտ է, հա, այն իմաստով, որ երբ ես ասում եմ պետք է մեկ կամ մի քանի բաժանարար ուժեր լինեն, որոնք թույլ չտան, որ լինի կոալիցիա Փաշինյանի շուրջ եւ կոալիցիա նախկին երկու նախագահներից մեկի շուրջ։ Ընտրություն կլինի այդ Կամ էլ կլինի երկրորդ փուլ, որը մեր
հանրապետականների գրված չկնաղ սահմանադրության հետևանքն է եւ երկրորդ փուլի արդյունքում կհաղթի եւ մեծամասնություն կստանա այն ուժը, որը առաջին տեղը կզբաղեցնի։ Առաջին երկու տեղ ընկած ուժերից։ Հիմա այս առումով դասավորությունը շատ պարզ է։ Այստեղ էլ դրա հետևանքն էլ որ եղավ, ելում ենք ինչ մեղադրելու էլի։ Բայց չեք կարծում, որ ինչքան էլ ասեն Գյումրիում ԿՊ-ն այսպես պարտվեց, այո, հավաքական ձայներով, այո, բայց նրանք կարող են, ասենք, մոտավորապես մի 40 քանի տոկոս ձայն հավաքել եւ կամ մեծամասնության դրույթով վերցնել իշխանություն եւ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը շուտ հեռանան քաղաքականությունից։ Ես կարծում եմ երկու փրկողակ կարող է ունենալ քաղաքապայմանագիրը։ Մեկը այն, որ փորձի մասնակցել այլ ուժերի հետ, որոնց ես տեսնում եմ Եվրադաշինքի ներկայացուցիչները, որոնք ամբողջությամբ կիսում են Փաշինյանի վարած արտաքին օրակարգը, որոնք ամբողջությամբ կիսում են, որ Հայաստանը պետք է դառնա խուլիգանապետություն եւ դրա կարկառուն ներկայացուցիչներն են դարձել։ Հանրապետություն կուսակցությունն է մատնանշում, որը լոկոմոտիվն է Եվրադաշինքի։ Դե հիմա մյուսներին էլ շատ չանդրադառնամ։ Եթե մյուզի մասնակցությամբ տեղի ունեն նման դեպք չի նշանակում բոլորը։ Ասենք Լևոն Բարսեղյանը հաստատ չի կիսում դա էլի հիմա։ Լևոն Բարսեղյանը ինձ այնպիսի խոսքեր էր ուղղում Facebook-ում հրապարակային եւ առհասարակ հրապարակային։ Ես չգիտեմ արևմտյան համակարգ, արժե համակարգը այդտեղ ինչու՞ն է։ Դուք ինձնից այդպիսի բան տեսած չեք։ Եվ ես մտաբերում ջարդի մեջ նրան չեմ տեսել։ Եվ ես մտաբերում եմ ձեր այս տաղավարի դեպքերը Հարգարժան Դանիել Յոհաննիսյանի հետ կապված։ Եթե ես ի պատասխան հայոյեի, ի պատասխան բաժակ նետեի իր վրա, հիմա ես որ դատապարտեի Տիգրան Տեր-Մարգարյանին, ասեք է դու ես օրինականության կողմնակիցը, դու չես կարողացել քեզ զսպես, եկել ես ուրիշին ես քննադատում։ Եթե չես կարողանում քեզ զսպել, ուրիշին ուր ես քննադատում, բայց շեղվեցին։ Վահե Գասպարյանին ջրեց Դանիելը, երևի այդ պատճառով ձեզ զսպեցին։ Այդուհանդերձ, իդեպ դրան էլ հա անդրադառնանք այս հարցին, որ հիմա իրավապաշտպանները փոխանակ միանշանակորեն դատապարտեն այդ ծեծու ջարդը, ասում են դե դա տեղի է ունեցել քոչայանական ռուսական անձնագիր ունեցող մարդու նկատմամբ։ Այս էլ մի քիչ չեմ ընկալում, բայց իրենց գործն է։ Անդրադառնալով ձեր հարցին, ես կարծում եմ, որ Փաշինյանը կարող է այս ուժերի հետ փորձել կոալիցիա կազմել, եթե տեսնի, որ դա հնարավորությունը կմեծացնի, կամ համատեղ ցուցակով գնալու, կամ հետընտրական կոալիցիա կազմելու։ Երևանի պարագայում մենք գիտենք, որ իրենք չկարողացան մեծամասնություն կազմեն Ավինյանի եւ Զեյնալյանի ստորագրած հուշագրի միջոցով։ Անդիմությունը փլուզվեց ըստ էության։ Անդիմությունը փլուզվեց, հա, որ ինչը տեղի ունեցավ Գյումրիում, էդ էլ կախված է իրադրությունից։ Այդուհանդերձ դա ճգնաժամային իրավիճակ է, որն էլ վերարտադրվի այդպիսի հեղեղուկ վիճակում ճգնաժամային է։ Լավ, դուք ձեզ դիրքավորվում եք միջին ուժ, պարոն Խաչատրյան, բայց կարող է պահ գալ ձեզնից կախված լինի, ենթադրենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժին եք միանում եւ կոալիցիայի կազմում, թե ասենք Քոչարյանն ուժին եք միանում եւ կոալիցիայի կազմում։ Նման իրավիճակ եթե լինի, որ ուղղությամբ կթեքվեք։ Հիմա կասեք շատ շատ տեսական հարց է, շատ տեսական հարց է։ Բայց եթե ձեզնից բան է կախված։ Եթե մեզնից բան է կախված, օծի սպիտակնել, սատկի սևնել, այդպես էին ասում։ Չեմ լսել։ Այո, մոտավորապես միտքը այդպեսին էր։ Ես երկուսն էլ համարում եմ ողբերգական մեր պետության համար։ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ես համարում եմ մեր ինքնիշխանության պահպանման լրջագույն սպառնալիք, նախկին ուժերի վերարտադրումը ես համարում եմ ներքաղաքական ճգնաժամի ավելի խորացում։ Սրա մեջ ընտրություն հնարավոր չի կատարել։ Ընտրել մի ղեկավարի, ով երկիրը ուղիղ տանում է անդուն, թե ընտրել մի ղեկավարի, ում ընկալումը ցածր է եւ կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, որ Հայաստանը ընկնի Ուկրաինայի դերում 14 թվականին։ Երկուսն էլ ողբերգություն են, այս ողբերգությունների մեջ ոնց ընտրություն կատարենք։ Իդեպ դուք համաձայն եք Քոչարյանի հետ, որ հայերը, հայկական կողմը, հայկական իշխանությունն է հրահրել պատերազմը։ Գիտեք, ես չեմ ուզում ընդհանրապես այդ տիրույթ մտնել, մենք դրա մասին շատ ենք խոսել։ Մի բան ես կարող եմ ասել, որ բացառությամբ Տեր-Պետրոսյանի, Հայաստանի 3 ղեկավարները վերջին մերժել են բոլոր այն խաղաղ կարգավորման ծրագրերը, որոնք առաջարկվել են աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։
Մեկը ավել սխալներ է գործել, մեկը պակաս, ընդ որում ես կարծում եմ ավել սխալներ գործելու մեջ հենց Փաշինյանն է, բայց ակնհայտ է, որ իրենք երեքն էլ մերժել են խաղաղ կարգավորման պլանները։ Մեկը մյուսի հետևից դրել է այն քարը, որը բերել է պատերազմին։ Եվ եթե վերջին քարը դնողը Փաշինյանն էր, այո, վերջին քարը դնողը Փաշինյանն էր։ Իսկ հրահրողը ով էր 20-ի պատերազմը։ Ես հրահրում բառը չէի օգտագործի, բայց ես կասեի, որ Փաշինյանը այն իրավիճակում երկրի ղեկը ստանձնեց, որի ընթացքում կամ պետք է գնալ խաղաղ կարգավորման ծրագրին, կամ չունենալով ժամանակ երկարաձգելու process-ը մղվեր պատերազմի մեջ։ Փաշինյանը չարեց առաջինը, արեց երկրորդը, եւ դա արեց այնպիսի տեքստերով, որ ամբողջ աշխարհը ընկալեց Ադրբեջանի արած գործողությունները, ողջունելով ասելով, որ նրանք տարածքային ամբողջականությունն են վերականգնել, վերջում Փաշինյանն էլ ինքը դա վերահաստատեց, որ դե Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունն է վերականգնել։ Հիմա այս գործողությունների շղթան, որ նայում ենք, ինչպես ուզում եք ձևակերպում տվեք, ինձ պետք չի գցել այն դաշտ, որ ես ասում եմ Հայաստաններ մեղավոր եւ այլն։ Ժամանակին շատ դատապարտեցինք Ադրբեջանին բոլոր գործողություններում, մեր աթույլ տված սխալներին չնայեցինք եւ նաեւ մասամբ այդ պատճառով է, որ այսօրին ենք։ Տեսեք, Հայաստանի նախկին իշխանությունը այսօրեն շատ են քննադատում ԿՊԱ-ականներին, որ դուք չընդունեցիք օրինակ 19-ի պլանը։ Այո։ Կամ, չգիտեմ, դա Ռուսաստան պլան էր, թե համանախագահների թողնենք մի կողմ, հա։ Բայց ես հիշում եմ, որ 22 թվականի ապրիլին, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցումից եւ ես այսօր վերանայում եմ պարոն Մարուքյանի 168-ին տված հարցազրույցը, երբ որ նա ասում էր, որ քաղաքակիրթ աշխարհը ասում է անիրատեսական նպատակ եք դրել, իջեցրեք նշաձողը եւ իրավունքից կարգավիճակ գնացեք, ոչ թե կարգավիճակից իրավունք եւ այլն, այն ժամանակ Լևոն Քոչարյանը նախկին իշխանության ներկայացուցիչներ Երևանի փողոցներ են դուրս եկել, էլի իշխանափոխության կոչել, այսինքն այդ հնարավորությունն էլ լրջորեն չքննարկվեց, հա, ընդ որ սարսափելին այն էր, որ պատերազմը արդեն տեղի էր ունեցել, Արցախը շրջափակված էր, 4 կողմից մի փոքրիկ երակիկ էր մնացել, էլի։ Այ ձեր կարծիքով ինչու անընդհատ այս հարցերին լրջորեն չմոտեցան։ Որտեվ միշտ համարում ենք, որ ներքաղաքական պայքարը, որտեղ պետք է հաղթի մեկը, ով ի վերջո վերցնի իշխանությունը, ավելի կարևոր է, քան այս հարցերը, այդպես ենք համարում։ Օրինակ 20 թվականի նախօրյակին պատերազմի հանրապետական բազմաթիվ ներկայացուցիչներ ասում էին, որ Փաշինյանը եկել է հողերը տա, հեսա ինքը հողերը տալու է։ Իրանք չէին մտածում, որ Փաշինյանը գնալու է պատերազմի ճանապարհով։ Իրենք մտածում էին, որ Փաշինյանը ի վերջո ողջամիտ կգտնվի, դե ոնց կարա այս իրավիճակում փողզիջման չգնա, իրանք գիտեին, որ այդ փողզիջումը վերահասա, եւ կգնա այդ փողզիջման, մենք էլ կասենք, դե ձեզ ասում էին, որ սա եկել էր հողերը տալ։ Իրանց վարկագիծն էլ այդպիսին էր։ Իրենց վարկագիծն էլ այդպիսին էր, նույնն էլ այն դեպքերը, ինչ դուք նկարագրեցիք։ Եվ եթե նկատել եք, օրինակ նոյեմբերի 9-ի այդ մի դրվագը մի կողմ դրած, որ բոլորիս մոտ շոկային էր, որ դա ըստ էության պարտություն, ձախողում, կապիտուլյացիա, ինչ ուզում եք անուն դրեք, դրանից հետո երկար ժամանակահատված մեր ուժը, մենք անհատապես անընդհատ խոսում ենք, որ նոյեմբերի 9-ը պետք է կատարել, որտեղ տեսել ենք, որ այնտեղ կետերի զգալի մասի կատարումը խախտված բալանսի պայմաններում մեզնից է բխում։ Կներեք Քոչարյանի թիմակիցները, որ դավաճանության մեջ են մեղադրում Փաշինյանին, վերջերս ինքը ասում էր պետք է կարճել նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ուղղակի իրենք մոռանում են իրենց խոսքերը։ Իդեպ, ես կարծում եմ, որ 21 թվականի ընտրություններին ընդառաջ եւ հանրապետականները եւ Քոչարյանի ուժը, որոնք շարունակաբար նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա են կոչում, այդ պատճառով չստացան արտաքին աջակցությունը, ինչը իրենք կպատկերացնեին, որովհետև Վլադիմիր Պուտինի համար ընդունելի էր այն անձը, ով ասում էր, որ ես կկատարեմ նոյեմբերի 9-ը։ Անկախ անձերից, հա, մեկ-մեկ ասում են Քոչարյանը նրա ընկերն է եւ այլն, չէ։ Եթե գլխացավանք չկա, Փաշինյանը ասում է, ես կկատարեմ նոյեմբերի 9-ի դրույթը։ Մյուս նախագահները դա անվանարկում են այդ փաստաթուղթը, պայքարում են դրա դեմ, այս պարագայում ում աջակցություն կցուցաբերի եւ Վլադիմիր Պուտինը հրապարակային աջակցություն ցուցաբերեց Փաշինյանին,
ասելով որ նա խիզախ է գործել, ասելով որ նա մինչև վերջ պայքարել է տարբեր զիջումների համար, նա դավաճան չի, այդ ամենը ինչի համար է, որովհետև միակ իշխանություն պահելու կամ վերցնելու պոտենցիալ ունեցող ուժը Փաշինյանն էր, որ ասում էր ես ռուսների հետ ստորագրած փաստաթուղթը կկատարեմ, եւ ես կարծում եմ, որ սա նախկին երկու նախագահներին չներվեց եւ նաեւ չներվեց երևի թե 18 թվի հեղափոխությունը Սերժ Սարգսյանին, որի պատճառը թերևս հենց դա է, որ տպավորություն է, որ հանրապետականը անդադ պայքարում է ռուսական աջակցության համար եւ այդպես էլ չի ստանում։ Պուտինի աջակցությունն եք փնտրում նոյեմբերի 9-ի հայտարարություն պաշտպանելով։ Հարցադրումը լավ չհասկացա։ Ասում եք պետք է նոյեմբերի 9-ի հայտարարությանը վերադառնալ, չէ՞, ձեր ուժը կողմնակից է։ Այդ ժամանակները են, լավ ժամանակները, երբ որ նոյեմբերի 9-ը կար։ Այդ ժամանակները անցել են։ Եվ անցել են այն ժամանակները, երբ որ Ռուսաստանը որևէ միջամտություն է ցանկանում ունենալ Հայաստանում ներքաղաքական իմաստով, ես երջանիկ կլինեի, եթե Ռուսաստանը ասեր ես պատրաստ եմ միջնորդ լինելու հայ-ադրբեջանական կարգավորումներում եւ դրան համաձայն լիներ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Մեզ թողել են Ադրբեջանի հետ մի Գոլանի ֆուտբոլի այդ խաղի մեջ։ Հիմա Ռուսաստանի մոտեցումը այսպեսին է, մինչև կլուծեն Ուկրաինայի հարցը։ Պատասխանեցիք, բայց իմ հարցին։ Եվ որ ասեք նոյեմբերի 9-ին վերադառնանք, տենց Ռուսաստանի աջակցությունն է կապավի։ Շատ ուղիղ ասացի, Ռուսաստանի աջակցությունը, եթե նկատի ունեք ձեր հարցի ենթատեքստի, ես լավ հասկացա, ներքաղաքական իմաստով։ Ինչպես Քոչարյանը չստացավ այդ աջակցությունը։ Ես ասում եմ, հիմա նման գործոն, ես անգամ չեմ էլ տեսնում։ Մենք Ռուսաստանի աջակցությունը ակնկալում ենք մեր եւ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում միջնորդական դերի ստանձնման շուրջ։ Եվ փորձում ենք ցույց տալ, որ Հայաստանում կա ուժ կամ հիմա արդեն դրանք մի քանի ուժեր են, որոնք ասում են եղբայր բան ունեինք ստորագրած։ Եկեք այդ ստորագրածի շուրջ գոնե մի բան կառուցենք, չթողնենք եղածն էլ փլուզվի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Դավիթ Խաչատյանին։